Բարի երեկո, սիրելի բարեկամներ, բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրը շատ անուշիկ ու շատ տաղանդավոր երգչուհի, օպերային երգչուհի, հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր, կոլորատուր սոպրանո Արմինե Վարդանյան։ Բարի դեպք Ղազարյան։ Շնորհակալ եմ շատ։ Բարև Արմինե ջան, ո՞նց ես։ Բարև ձեզ, լավ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, ես շատ ուրախ եմ, որ դու այսօր իմ տաղավարի հյուրն ես։ Ես իսկապես շատ հետաքրքրվում եմ, ասում եմ, ես մի լավ երգչուհի կա, ո՞նց է աղջկա հեռախոսի համարը կամ բան ունենանք։ Վերջը մեր մտերիմները, մեր շատ հրաշալի երգիչ Պերջը տվեց հեռախոսի համարը եւ կայացավ մեր այսօրվա հաղորդումը։ Պատմիր քո մասին մի քիչ։ Ես, պարոն Ղազարյան, պիտի ասեմ, որ արմատներս գալիս են երկու ճգնաղագույն քաղաքից Հայաստանի, Գյումրի եւ Գորիս։ Այո, մանկությունս անցել է ամբողջ մանկությունս անցել է Գորիսում։ Եվ քանի որ բոլորիս պատմությունը սկսվում է մանկությունից, ես էլ պիտի ասեմ, որ երգում եմ շատ վաղ տարիքից եւ գիտակցական տարիքից հասնելուն պես ես հիշում եմ, որ ես երգում եմ։ Եվ շատ պարզ հիշում եմ, որ 5 տարեկանում նվագում էի դաշնամուրի վրա, որևէ նոտա չգիտեի, այսպես լսողությամբ լսում էի մեղեդին եւ անմիջապես վերարտադրում էի եւ մի հետաքրքիր բան պիտի ասեմ։ Երբ որ ես նվագում էի կամ հորինում էի որևէ մեղեդի եւ հետո երեխա էի, պիտի իջնեի բակ խաղայի եւ այլն, որպեսզի չմոռանայի տվյալ մեղեդին, որը որ հորինել էի կամ երաժշտությունը, որը որ լսել էի, այդպես ձեռքից տակ ինչ կլինի արևածաղկի սերմ կամ մանդարինի կեղև, կտրտում էի այդպես մանր, դնում էի ստեղների վրա, գնում էի խաղում էի եւ երբ վերադառնում էի, ասեմ ձեզ, այդ մեթոդը բավականին լավ աշխատում էր, հիշում էի, այո։ Եվ նվագում էի մինչեւ որ ընդունվեցի երաժշտական դպրոց Շարլ Ազնավուրի անվան եւ արդեն պրոֆեսիոնալ կերպով սովորեցի երաժշտության լեզուն, այսինքն նոտաները եւ այլն։ Ուրեմն սովորել ես երաժշտական դպրոցում Գորիսում, հա, Շարլ Ազնավուրի անվան։ Եվ այո, քանի որ արդեն պիտի նեղ մասնագիտացում ստանայի եւ այսինքն ի սկզբանե ես գիտեի ուր եմ գնում, որ ես պիտի լինեմ երգչուհի եւ արդեն որ պիտի ընդունվեի կոնսերվատորիա, պիտի վոկալի բաժին ընդունվեի բնականաբար, բայց թե որ երաժշտական, որ երգչական ժանրը պիտի ընտրեի, դա ինձ համար իսկապես անակնկալ էր, որովհետեւ շատ հետաքրքիր կերպով այդ ժամանակահատվածում իմ կյանքում հայտնվեց կոմպոզիտոր Երևանի Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վարդ Մանուկյանը, այո, ով շրջադարձորեն փոխեց իմ կյանքի ընթացքը, ում ես ամբողջ կյանքում պիտի լինեմ շնորհակալ, որովհետև եթե չլիներ նա, ես երևի չճանաչեի դասական աշխարհը։ Նա ինձ ասաց, որ եթե կամ պիտի դու ընդունվես դասական երգեցողության բաժին, կամ չես ընդունվի կոնսերվատորիա, այդպես ասեց, որովհետև ես միտք ունեի կամ ջազ վոկալ բաժին ընդունվեի, կամ ժողովրդական երգի բաժին, եւ որ ասեց պիտի ընդունվես դասական երգեցողության բաժին, անակնկալի եկա, այսպես, այսինքն ինչպես կարա այդպեսի բան լինի, հնարավոր չի, ասեց չես ընդունվի ուրեմն։ Եվ ասեց ինձ, որ ես հիմա քեզ կասեմ 3 երգչուհու անուն, 3 դասախոսի անուն եւ դու պիտի ընտրես։ Ցանկում իհարկե Աննա Մայիլյանի անունն էր եւ ես քանի որ ծանոթ էի իր արվեստին, մի աննշանակ ասեցի, որ ես ուզում եմ իր մոտ ընդունվեմ։ Աննան իմ լավ ընկերուհին է։ Այո, եւ շատ իրան սիրում հարգում եմ, շատ։ Բացառիկ արվեստագետ եւ ես ընտրեցի իրեն, գնացինք լսումներին եւ ընդունվեցի իր դասարան։ Ընդունվեցի Աննա Մայիլյանի դասարան եւ պիտի հպարտորեն ասեմ, որ ես իմ մասնագիտական կյանքում ունեցա հրաշալի խորհրդատու, որովհետև յուրաքանչյուր երգչի համար կարևոր է ունենալ ճիշտ վոկալի մասնագետ, որպեսզի ճիշտ ուղու վրա դնի, որովհետև այո, ձայնը ամենաթանկ բանն է, ինչ որ ունի մարդը, կարծում եմ, կյանքում, երգչի մասին է խոսքս եւ սկսվեց մեր դաժան, երկար, տանջալից շատ հետաքրքիր աշխատանքը, որովհետև բոլոր երգիչները, երգչուհիները կփաստեն, որ դասական երգեցողությամբ զբաղվելը այդքան էլ հեշտ բան չի։
սարսափելի դժվար Դու շատ աշխատանք։ բաներից քեզ պետք է զրկես, Զրկում են, չի կարող ասել, կարելի, սա մինչև ձայնից այսօր վատ, ասա չի ընտանիքում էլ չեն կարելի։ ուզում Այսօր մի քիչ տեսնել։ կամիա դուրս չգա, դա շատ դժվար Այո, է։ շատ դժվար է։ Օրինակ ես ունեի մի տենց ծանոթ ունեի երկչուհի, էլի մեր երկչուհիներից։ Ասում էր, չեմ հիշում ով էր, ասում էր ես գնում ենք, ասենք Եգիպտոս, կապ չգիտեմ, գնում ենք Ֆրանսիա, մարդիկ գնում են վայելում են երաժիշտները, Ֆրանսիան, Եգիպտոս։ Ես ասում եմ հյուրանոցից դուրս չգալի, որ ասեն տեսել ես Եգիպտոսը, չէ, կամ Ֆրանսիան, կամ չգիտեմ Անգլիան։ Հյուրանոցից են կոմ որ հանգար չմրսեմ, հանգար չգոր, շատ բաներից պետք է իրացել, որ քնի ժամերը պետքա լինի անպայման կարգավորված, այնտեղ մթերքներ կան, որոնք բացարձակապես ես չեմ օգտագործում, այդ արևածաղկի սերմը կլինի։ Ոչ, հատկապես ելույթից առաջ կատնամթերքն է արգելում, որովհետև ինքը առաջացնում է այդ ձայնի խրպոտություն, որը խանգարում է։ Արևածաղկի սերմերն էլ, չի կարելի, այո։ դթումինն Դթումինը շատ լավ է, բայց արևածաղկինը չի կարելի այդպես, դթումինը հետո շատ է, ինքը այո, ելույթներից հատկապես առաջ չի կարելի, այդպես շատ բանից ենք զրկում, խմիչքը, որ ասենք եթե ունես ելույթ հատկապես գինին, որ ինձ վրա շատ վատ ազդեցություն է ունենում, ձայնիս վրա, շաբաթով կարող է այդպես կորել, նստել, չգիտեմ, ձայնս։ Ես կյանքում խմող չեմ։ Այ եղել է գնում ենք Արսանի, կնոջս հետ հրավիրված ենք լինում, ես կան լսում են ուղակի ձևական, կամ կում խմեմ, կամ շուրթերից մոտեցնում ու դնում եմ տեղը։ Բայց ամեն ելույթից առաջ ես գոնե այսքան կոնյակ պիտի խմեմ, կոպկոմ։ Ինձ կոնյակը օգնում, համ որպես համարձակություն է ձեռք բերում, տեսեք, համ էլ ոնց որ մաքրում այն։ Ժամանակին ես էլ շատ օգտագործում էի կոնյակ, հատկապես ինչ որ պրոցեդուրաներ անելուց ձայնից, որ այսինքն վերականգնեի, թեյիս մեջ էի լցնում, հետո կտրուկ դադարեցի, չգիտեմ, սկսեցի չսիրել խմիչքը։ Իսկ խանգարում էր քեզ դա։ Չէ, շատ օգնում էր, բայց համային երևի ռեցեպտորներս փոխվեցին, կոնյակի հետ կապված չսիրեցի, սկսեցի չօգտագործել։ Շատ հասարակ մի բարձ հարց եմ տալիս։ Ինչը քո երկը քո մար քո կյանքն է, չէ՞, քո իցունը, քո կենցաղը, քո ամեն ինչը, չէ՞։ Երկը բալիկդ մեկ էլ ամուսինդ։ Այո, առանց ես անկեղծ եմ ասում, առանց երգի, առանց երաժշտության ուղղակի չկիսատ եմ, չեմ պատկերացնում իմ կյանքը։ Իհարկե, հիմա որ բալիկս ծնվել է, ասում եմ, առանց քեզ ինչպես էի ապրում ես այն ժամանակ, այսինքն այնքան կապակցված են իրար, առանց ընտանիքիս էլ չեմ կարող, առանց երաժշտության էլ չեմ կարող։ Իհարկե, երկչուհու կյանքը, երբ որ արդեն ունենում է ընտանիք, բավականին բարդանում է մասնագիտական ճանապարհը շարունակելու առումով, որովհետև դու չես կարող անընդհատ ճամփորդել եւ մեր ճամփորդությունները 1 կամ 2 օրվա մասին չեն։ Դրանք տևում են ամիսներ, այո, կես տարով կարող է դու բացակայես, 3 ամիս եւ ուղղակի բախտիքը մահաճույքին անել փոքրիկ բալիկին չես կարող թողնել։ Իմ պարագայում այդպես էր չէի կարող թողնեի։ Եվ չնայած մի ամսով թողեցի եւ գնացի, որը շատ բարդ ժամանակաշրջան էր ինձ համար։ Շատ դժվար է։ Այո, շատ դժվար է համատեղել ընտանիք եւ կարիերա, շատ։ Ես բոլորովին վերջերս ներկա եղած էր ելույթին մեր Կոմիտասի անվան քարյակներ եկել Հայաստանից, 100-ամյակն էին նշում այստեղ։ Ես եկա այդ համերգին մասնակցում էի կայի։ Եվ առաջի երգը բացումը դու արեցիր։ Այո։ Ինձ համար մեծ հայտնություն էր, այդքան գեղեցիկ, այդքան մաքուր, այդքան սիրուն երգել։ Ինչպես եղավ այդ քեզ, որ իրանք հրավիրեցին, թե դու ո՞նց եղավ այդ ձեր համագործակցությունը այդ օրվա։ Ճիշտ ասած, ինձ զանգեց Նշան Աճեմյանը, հայեմի այո հիմնադիր։ Նշան Աճեմյանը զանգեց եւ ասեց, որ Հայաստանից գալիս է Կոմիտաս լարային քարյակը եւ շատ կուզենամ, որ դու ելույթ ունենաս, մայստրոն էլ լսեց քո ձայնագրությունը եւ այլն եւ այո, ասեց, որ շատ կուզենամ, որ ինքը ելույթ ունենա։ Այդպես լարային քարյակը եկավ, մենք փորձերը եղան եւ մի փորձ եւ համերգ, այդպես։ Ընդհանրապես մի փորձ է։ Մի փորձ իհարկե դահլիճում եւ մի փորձ էլ եղավ, այդպես արագ շատ sense սպոնտան եղավ ու համերգ։ Այո, մեկ փորձը եղավ դահլիճում։ Շատ արագ անցնում մեր հաղորդումը, առաջի մասը արդեն ավարտվեց, հիմա քո թույլտվությամբ ես պետք է հայտարարեմ գովազդը, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ է արդեն եթերում, որից հետո շարունակեմ զրույցս այս հրաշալի երգչուհու Արմինե Վարդանյանի հետ։ Գովազդը է արդեն եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս
հաճելի երգչու, շատ հաճելի անձնավորության Արմինե Վարդանյանի հետ։ Արմինե ջան, էլի հրավերներ ունես կամ ելույթներ մոտ ապագայում ինչ է սպասվում։ Այո, պարոն Ղազարյան, պիտի ասեմ, որ ապագայում պլաններս բավականին հագեցած են, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո 2 տարի մեծ ընդմիջման մեջ էի։ Հիմա իհարկե բալիկիս մեծանալուն պես ավելի է հեշտացել իմ տեղաշարժվելը եւ արդեն աշնանը պատրաստվում եմ մեկնել Եվրոպա, 2 օպերային դերերքի լսումներ ունեմ, որ պետք է այսպես երազանքի ձևով իրականացնեմ, որն է Օֆենբախի Հոֆմանի հեքիաթները օպերայից Տիկնիկի Օլիմպիայի դերերքը, որը իմ ամենասիրելի, այո, դերերից մեկն է եւ Մոցարտի կախարդական սրինգն է, գիշերային թագուհու դերերքը, այդպես պիտի այո, լսումների մեկն եմ եւ տեսնենք։ Իսկ հետաքրքիր ամենահամերգների մասին մտածում ես։ Մշտապես այդ միտքը իմ գլխի մեջ է, իմ ուղեղում է, իմ մտքում է եւ ես պիտի դա իրականացնեմ։ Պարզապես անընդհատ ինչ-որ մի բան այսպես խանգարում է, որ ես այդ իրագործեմ, բայց ես խոստանում եմ, որ մոտ ապագայում դա էլ կանեմ եւ իսկապես շատ կարեւոր է մեր հայկական համայնքի ակտիվ գործունեությունը եւ ես մշտապես ներգրաված եմ այստեղ այդ գեղեցիկ միջոցառումներին, համերգներին, որը շատ ողջունելի է։ Հայտնի օպերային թատրոնների բեմերում ելույթներ ունեցել ես։ Պիտի նշեմ, որ այո, հենց իմ բեմելը, որ կայացավ 2023 թվականին, այդ որ ասում եմ, որ 2 տարի դադար ունեցա եւ այլն, հրավեր ունեցա Օպերա Ամերիկայի հետ միասին ելույթ ունենալու Մոցարտի կախարդական սրինգը օպերայում գիշերային թագուհու դերերքով եւ այդ շրջանակներում մի քանի երգիչներ ելույթ ունեցան Քարնեգի հոլի բեմում, այո, որը ինձ համար իսկապես եւ յուրաքանչյուր երգչի համար երգել աշխարհահռչակ բեմերում շատ կարևոր է։ Սա շատ կարևոր է, որովհետև երազանքի մի փոքրիկ մաս է, որ իրականություն է դառնում, եւ ես իհարկե շատ ուրախ եմ այս առիթով եւ կարծում եմ պիտի լինի շարունակական եւ ես աշխատում եմ այդ ուղղությամբ, պարոն Ղազարյան։ Ցանկանում եմ, որ իսկապես այնքան հրավերներ լինեն, այո, շնորհակալ եմ շատ։ Շատ լավ է։ Արմինե ջան, մի գեղեցիկ երգ կարող է, թեկուզ ակապելա կատարես։ Սիրով իմ մտքերում, իմ գլխում միշտ պտտվում է մշտապես Կոմիտասի օրորը, որը շատ սիրում եմ, շատ, եւ ես բալիկիս համար էլ սա միշտ երգում եմ, եւ այո, կփորձեմ հիմա կատարել։ Շնորհակալ եմ։ Հրաշալի էր, շատ շնորհակալ եմ, Արմինե ջան։ Շատ սիրուն ես երգում, շատ մաքուր ես երգում, հետո ներքինով կա, ներքինից է գալիս էլի։ Ուղղակի մենակ ձայնը չտու, նաև ապրում ես երգը, դա շատ կարևոր է։ Եղել է անվանի աստղերից ում հետ ես շփվել կամ ելույթ ունեցել։ Անվանի աստղերից, երբ որ երգում էի երկերքոց հաղորդման շրջանակներում, շատ է։ Երգել ես երկերքոցում։ Այո, երկերքոցում բավականին, այո, ունեցել եմ ելույթներ։ Այդ հաղորդման շրջանակ, իհարկե շատ սիրում էի այդ հաղորդումը եւ հաղորդման շրջանակներում։ Շատ լավ հաղորդում է։ Այո, ելույթ ունեցել եմ, այո, մեր երգիչների հետ, Արթուր Իսպիրյանի հետ հիշեցի հենց նոր, որովհետեւ բավականին վաղուց էր ելույթս, փորձեմ հիշեմ, Արթուր Իսպիրյանն էր ում հետ ելույթ ունեցանք եւ այս պահին չեմ կարող հիշել էլ ում հետ եմ ունեցել ելույթներ, բայց այո, ունեցել եմ։ Կա մի բան կյանքում որ շատ ես փոշմանել, որ այդ չես արել այդ բանը։
Պարոն Ղազարյան, պիտի ասեմ, որ ես չեմ փոշմանում ոչ մի բանի համար, որովհետև պիտի ասեմ, որ իմ կյանքում միշտ ճիշտ պահին, ճիշտ ժամանակին հայտնվել են մարդիկ, ովքեր կյանքիս ընթացքը ճիշտ ձևով փոխել են իրադարձությունները եւ իսկապես չեմ փոշմանում։ Այ կփոշմանեի, եթե ինչ-որ բան արած չլինեի, բայց կարծում եմ, որ դեռ արժևում է անելիքներս։ Իհարկե։ Այո, այնպես որ չեմ սիրում փոշմանել։ Իսկ այդպես որևէ բան կա, ասենք երկ, մի համերգ, որևէ տեղ ելույթ ես ունեցել կամ բան, որ հետո դարձել է քո համար ճակատագրային է։ Ճակատագրական այդպիսի իմ կյանքում բոլոր ելույթներս են ճակատագրական եղել, բայց ավելի կասեմ հանդիպումներս մարդկանց հետ, ոչ թե համերգների ժամանակ, այլ հանդիպումներս այն մարդկանց հետ, որոնք ուղղորդել են դեպի այդ համերգները, մարդիկ։ Համերգները այդպես չեմ կարծում, որ ճակատագրական եղած լինեն, ավելի մարդիկ, ովքեր որ ուղղորդել են դեպի այդ համերգները։ Այդ համերգներն էլ եղել են քո համար ճակատագրական։ Այո, այո։ Իսկ իրանց խորհուրդներով, իրանց օրինակով, թե ինչով, հա, որ ուղղորդել են։ Ես պիտի ասեմ, որ ինձ համար ճիշտ օրինակ է եղել, պիտի այս բառը ասեմ, իմ վարպետը Աննա Մայիլյանը, ով դուք չեք պատկերացնում ինչ բեմական էթիկայից, խոսքից, նա մեծ հոգեբան էր, իսկապես դուք ես պիտի ասեմ, որ նրա հետ զրույցները այսպես լցնում էին հոգիդ եւ նա լինելով Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հոգեվոր երգի գեղեցիկ մեկնաբանող, շատ գեղեցիկ մեկնաբանող, Կոմիտասի երգերը շատ գեղեցիկ ձևով ներկայացնող երգչուհի եւ բացի այն, որ կերտեց ինձ որպես երգչուհի, պիտի ասեմ, որ շատ գեղեցիկ ձևով ինձ մոտեցրեց մեր ակունքներին, ազգային երգին, որովհետև այդ ժամանակ ես այսպես էնտուզիազմով փորձում էի դիպչել համաշխարհային դասականների ստեղծագործություններին, որովհետև իմ երազանքն էր երգել գիշերային թաքու դերերքը եւ այլն, նա ասում էր հերթով Արմինե, մինչեւ դու չյուրացնես քոնը, իմաստ չունի դիպչես համաշխարհային դասականներին եւ գրեթե մենք անդրադարձել ենք բոլոր հայ դասական, արևմտաեվրոպական, իհարկե արևմտահայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, գրեթե կատարել ենք բոլոր ստեղծագործությունները հայ դասականների եւ պիտի ասեմ, որ Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցող այս տխուր իրադարձություններն երևի պատճառը չգիտեմ, այսպես էմոցիոնալ դաշտը շատ խառնված է իրար մինչև այսօր այդ Հայաստանի հետ կապված իրադարձությունների պատճառով եւ միգուցե սա էր պատճառը, որ ավելի եմ արժևորում մեր հայ երաժշտությունը եւ ես պիտի ասեմ, որ մենք պիտի շատ փայփայենք, շատ պիտի կատարենք, շատ ամենուր պիտի կատարենք մեր հայ երգը, որը որ մեր ուժեղ զենքն է իսկապես եւ Աննա Մայիլյանը ասում եմ կյանքիս մեջ մեծ հետք է թողել եւ ես պիտի ամբողջ կյանքում շնորհակալ լինեմ իրեն, որ հենց Աստված ինձ այնպես է արել, որ ես հանդիպեմ հենց Աննա Մայիլյանին, որպես ինձ ուսուցիչ։ Աննա Մայիլյանի հետ ես էլ շատ մտերիմ եմ ու շատ եմ սիրում իրան, ու շատ գնահատում իր այդ մեծ արվեստը։ Իսկ այդ երգերի մասին որ ասում ես, դրանք ազգային հարստություններ են, դրանք պիտի գուրգուրենք, պիտի պահպանենք, պիտի պահենք, թող սերունդից սերունդ պիտի գնան, որտեղ դրանք համ նաև մեր ժողովրդի մեր պատմությունն է։ Եվ այստեղ հայկական համայնքում մեր հայ բալիկները շատ, որ ես երգում եմ իմ համերգները, այնքան ուրախանում եմ, որ գալիս են, շատ են գալիս, մեկ էլ հետո տեսնում եմ ինձ նամակներ են գալիս, մայրիկները գրում են Արմինե ջան, դու վոկալի դաս տալիս ես, պարապում ես եւ շատ ուրախանում եմ, որ բալիկները, այսինքն նրանց հետաքրքրում է այս մեր ազգային երգը, ինչու որ դասական երգեցողությունը, շատ ուրախանում եմ եւ ասում եմ պետք է շատ կատարենք, որպեսզի նրանք այսպես լցվեն դրանով։ Շատ կարևոր է սա։ Շնորհակալություն Արմինե ջան, ուրեմն նորից մեր գովազդի ժամը եկավ, թույլ անցնել գովազդի, որից հետո նորից կշարունակենք։ Շատ հաճելի էր այս խոսակցությունը, մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ զրույցս Արմինե Վարդանյանի հետ։ Գովազդի արդյունի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս օպերային երգչուհի Արմինե Վարդանյանի հետ։ Արմինե ջան, այդ դու Աննա Մայիլյանի շատ բաներ վերցրել ես բան ու նայ չի որ այդ բոլորը պիտի մնա քո մեջ քո համար։ Դու ուսանողներ, աշակերտներ ունես, որոնց փոխանցես դու այդ քո իմացածը, քո ձեռք բերածը, քո ապրածը։
Այսպես պարոն Ղազարյան, քանի որ ինձ անընդհատ զանգում են եւ նամակներ եմ ստանում, արդյոք դասաբանդում եմ թե ոչ, այո, մի շրջան կար, որ դասաբանդում էի ես, մոտ 1 ամսվա չափ ես վոկալի դասեր տվեցի եւ պիտի ասեմ, որ ինչ որ ստացել եմ Աննա Մայիլյանից, նա գեղեցիկ կերպով շատ դյուրին փորձում էր բացատրել բարդագույն վոկալ տեխնիկան եւ դու ուզեիր էլ չէիր կարող ուղակի չհասկանալ դա եւ ինչ որ ես վերցրել եմ այդ ամենը կրում եմ իմ մեջ իհարկե փորձում եմ փոխանցել սերունդներին իհարկե ամեն երգչուհի ամեն մարդ ունի իր ձեռագիրը չէ յուրաքանչյուր գործ կատարելիս նկարիչը իրենն է չէ իր գույներն է մտցնում երգիչը այո յուրաքանչյուր դու չես կարող ուղակի այսպես պետք է ես բառ ասեմ copy paste անել եւ այո ես ունենալով այդ բազան իմն էլ իհարկե ավելացնում եմ եւ փորձում եմ իմ կերպով դասավանդել իմ ուսանողներին Մի բալիկ ունես, չէ՞, մի սիրունի կանուշիկ աղջիկ։ Կուզեիր քո ճանապարհով գնալ, նա էլ լիներ երգիչ։ Պարոն Ղազարյան, ես պիտի ասեմ, որ նա շատ գեղեցիկ երգում է, բայց Քանի տարեկան։ 3։ Արդեն 2։ Այո, երգում է, շատ մաքուր, բայց ես հասկացել եմ, որ չի սիրում երգը, որովհետև ես երբ որ երգում եմ, ասում եմ՝ «Մամա, մի երգի, արի զրուցենք, մի երգի», եւ երբ որ ասում եմ՝ «Լիլի, որ մեծանաս, ինչ պիտի դառնաս», ասում է՝ «Ճարտարապետ»։ 3 տարեկան արդեն Դուք չեք պատկերացնում, այո, ինչպիսի այդ մագնիտներով, ինչպիսի գեղեցիկ շինություններ է հավաքում, շենքեր, իր այդ պատշգամբներով եւ այլն, շատ գեղեցիկ ինքը, այո։ Եվ կարծում եմ, եթե ընտրի իմ մասնագիտությունը, ես շատ ուրախ կլինեմ։ Եթե կկարողանա, այո, ռեալիզացնել իրեն, շատ ուրախ կլինեմ, ինչու ոչ, ես էլ կօգնեմ։ Հանե ջան, իրական պատմություններ չէ պայմանավորվել էին, կպատմես մի երկու պատմություն։ Նայեք, իրական պատմություններ իմ կյանքում այնքան զավեշտալի դեպքեր են եղել, որ իմ ընկերները գիտեն, որ ես որտեղ որ հայտնվեմ, պետք է մի բան կատարվի անպայման եւ ուրեմն մի շրջագայության ժամանակ մեկնել էինք Ռումինիայի Բրայիլա քաղաքը վարպետաց դասերի եւ վարպետաց դասերը պետք է տևեին 2 շաբաթ վարպետաց դասերը անցկացնում էր շատ հայտնի, շատ գեղեցիկ օպերային երգչուհի Մարիանա Նիկոլեսկոն, ով շատ ազդեցիկ կին էր, շատ գեղեցիկ, շատ այսպես հետաքրքիր ժեստերով, շատ խիստ էր։ Դասերը անցնում էին շատ խիստ եւ դու պիտի արդեն պատրաստ առավոտյան ժամը 9-ին լինեիր թատրոնի շենքում եւ դահլիճում արդեն կազմ պատրաստ պիտի կատարեիր քո ստեղծագործությունը եւ ընդմիջումից հետո իհարկե նորից վերադարձանք, ուշ գիշեր էր արդեն սարսափելի հոգնած, մոտ երևի 90 մասնակից տարբեր երկրներից դե պատկերացրեք, մեզ հետ ինձ միացել էր, այսինքն մեր խմբի 3 աղջիկ էինք, քույրիկս ասեց, դե ես էլ պիտի միանամ ձեզ, կգամ, ես որպես տուրիստ կլինեմ այնտեղ, դուք գնացեք, աշխատեք, երգեք, ես կլինեմ տուրիստ։ Մի խոսքով ինքն էլ եկավ եւ այդ օրը նստել էր դահլիճում, մենք այսպես հոգնած, տանջված արդեն երգել ենք, վերջացրել ենք։ Մարիանա Նիկոլեսկոն փորձեց ցրի այդ մթնոլորտը լարված, հոգնած եւ ասեց, որ հիմա ձեզնից յուրաքանչյուրը պիտի կատարի որևէ ազգային ստեղծագործություն։ Դե բնականաբար ամեն մեկը երգեց իր ազգային ստեղծագործություններից, մենք էլ կատարեցինք մեր ազգային երգերից, իհարկե մեր ազգային օպերան Անուշ օպերայից հատվածներ երգեցինք եւ Այսպես, ուրեմն պարոն Ղազարյան, բեմի վրա ես երգեցի, վերջացրեցի ու ամբողջ ընթացքում հայացքով, այսպես քույրիկիս վրա էի, ով շատ հանգիստ, այսպես վայելում էր իր տուրիստական կյանքը, այսպես աչ ու ձախ կողքերը նայելով բան, ասում եմ, չէ, սենց արդար չի, վերջացնելուն պես կատարումը ասեցի, կարող եմ ձեզ մի հարց տալ, իմ քույրիկը շատ լավ տիրապետում է ազգային պարերին, պարոն Ղազարյան, քույրիկս ամբողջությամբ հեռու է պարից, նույնիսկ որ ընկերական միջավայրում այդպես պարում են եւ այլն, երբևէ չի պարում, ոչ մի պարային շարժում չի տիրապետում, չի սիրում պարել, բայց շատ սիրուն երգում է։ Ասեցի, որ շատ լավ տիրապետում է մեր ազգային պարերին, հիմա դուք պատկերացրեք աչքերը քրոջս, զգում եմ արդեն այն կատաղությունը, որ ասենց կանգնեց Առաջ Մարիանա Նիկոլեսկոն շատ սիրուն ժեստով ինքը այդպեսի կին էր, այսպես ձեռքը այսպես մեկնեց ու սենց արեց քույրիկին, դե արի բեմ։ Հիմա քույրիկս բարձրացել է բեմ։ Ինչ երգի, երգում է «Այսօր ուրբաթ է պասե» կոմիտասի, դե պիտի մի բան երգի, որ բարի էլ։ Հիմա ստիպված այդ երգը երգում է ու ոտքերով անում է շարժումներ, այնպեսի բար բեմ ադրես, պարոն Ղազարյան, չեմ կարող բացատրել, հիմա Նիկոլեսկոն կանչել է բեմ բոլոր մասնակիցներին, որ կրկնի այն շարժումը, որ քույրիկս կկրկնի։
Այնպիսի պար բեմ ադրեց եւ այլն, բայց դուք հետո պատկերացնում եք ինչ կատարվեց ինձ հետ հյուրանոցի սենյակում։ Այո, կատաղել էր բավականին, բայց դե կարևորը ես հանգստացա, հոգիս հանգիստ էր, նա էլ մասնակցություն ունեցավ։ Այդպես։ Ուրիշ պատմություն կա։ Վայ շատ կան, պարոն Ղազարյան, այ որ ասում եմ, ես որտեղ որ այո գնում եմ, պարտադիր իմ դեղերը իմ այդ դարակով ինձ հետ է եւ կապ չունի առողջ եմ հիվանդ եմ, դե մի բան անեմ, որ հանկարծ չհիվանդանամ, երկշի կյանք։ Ուրեմն քույրիկիս հետ էլի դեպքը իր հետ է կապված, այս անգամ որպես տուրիստ Իտալիայում, հենց օթանավից իջանք, չգիտեմ, օթափողություններ թե ինչ, քրոջս ձայնը բոլորովին կորավ, այսինքն այս ինձ էր խոսում։ Ասեց Արմինե դեղ ունես, չէ՞ քեզ մոտ որևէ կամ չգիտեմ, ինչ որ մի բան հակաբորբոքային կամ ասեցի հա իհարկե ունեմ, հասանք հյուրանոցի սենյակ, այդպես դեղը խմեց, պարկեց որ հանգստանա եւ այլն, հաջորդ օրն էլի պիտի խմի, հասկանում է որ դեղերի քանակը պակասել է։ Պարոն Ղազարյան, ամեն դեպքում ես օգտագործել եմ այդ դեղերը, մարդ ես, ասեցի, որ հանկարծ ես էլ չհիվանդանամ եւ ամբողջ դեղերը վերջացան եւ չկար։ Այսինքն ինքը իրանով կազդուրվեց առանց դեղ խմելու։ Ուրեմն մեկը ընկերոջը պատմում է, ասում է, գիտես, այն օրը գնացել եմ անտառ, սենց քայլում եմ, ասում է անտառում, մեկ էլ տեսնեմ թփերի արանքից մի հատ սենց խշշոց է գալիս, ասում է, սենց մոտեցա այդ թփերը բացեցի, տեսնեմ 3 հատ գայլ, ասում է, այսպես հրացանս պահեցի, նշան բռնեցի, ասում է, այդ գայլին կրակեցի, սատկացրեցի, այս լսողը սենց ասում է, չես կարող էլի ասում անհնար է սա, մինչև դու այդքանը լսես, մոտենաս, գիշատի չեն, էլի կհարցակվեն վրատ, այդպես կհոշոտեն, ասում է լավ, սպասի նորից եմ պատմում։ Նորից պատմում է, ասում է, այն օրը անտառում քայլում եմ, ասում է, սենց գնում եմ, ասում է, մեկ էլ այդ ձեները խշշոցը մոտեցա, ասում է, բացեցի այդ թուփը, տեսնեմ 2 հատ գայլ, ասում է, հրացանը սենց պահեցի, ասում է, կրակեցի, ասում է, արագ, այդպես տապալեցի, այս լսողը էլի ասում է անհնար է, մինչև դու գնաս, մինչև այդ գործողությունը անես, մինչև հրացան այս կողմ են կողմ, գիշատի չեն, կհարցակվեն, կտապալեն, սպասի ասում է, լավ, նորից եմ պատմում, նորից պատմում է, ասում է, այն օրը գնացել եմ անտառ, էլի այդ ձենը, ասում է, մոտեցա այդ խշշոցը, թուփը բացեցի, տեսնեմ մի հատ գայլ, հրացանս պահեցի, ուղիղ նշանակետ, բռնեցի, կրակեցի, ասում է, սատկացրեցի, այս լսողը ասում է, անհնար է, էլի մինչև դու գնաս, ինքը արդեն քեզ նկատած կլիներ, կհարցակվեր, կհոշոտեր, այսպես մնում, սենց է անում։ Լավ, բա այդ ինչ ձեներ էր։ Ապրես Արմինե ջան, շատ հաճելի էր։ Արմինե ջան, շնորհակալություն այս զրույցի համար, մեր ժամանակը ցավոք ավարտվեց, մոտեցավ իր ավարտին։ Ես քեզ ուզում եմ նվիրել մի համեստ ծաղկե փունջ, որը պատրաստել է մեզ համար Kenneth Village օծի վրա գտնվող ծաղկի խանութ սրահը։ Սիրով ուզում եմ այդ փունջը ազդել քեզ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, շատ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Հաջողություն։ Հաջողություն ձեզ։ Ասում ենք քո հաջողություններին, մենահամերգներին։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, ինձ էլ շատ հաճելի, շնորհակալ եմ հրավերի համար։ Մինչ նոր հանդիպում։ Մինչ նոր հանդիպում։ Հաջողություն։ Դե սիրելի բարեկամներ, ավարտեց ևս մեկ հաղորդում, իմ հյուրն էր օպերայի երգչուհի Արմինե Վարդանյանը։ Իսկ հիմա ասեմ մեր հաղորդման եզրափակիչ խոսքերը։ Երբ հիվանդանում եմ, այցելում եմ բժշկի, որովհետև բժիշկն էլ պիտի ապրի։ Բժիշկը դեղ է նշանակում, գնում եմ դեղագործից դեղ գնելու, որովհետև դեղագործն էլ պիտի ապրի։ Դեղը բերում եմ տուն, բայց չեմ խմում, որովհետև ես էլ պիտի ապրեմ։ Սա Չարլի Չապլինի խոսքերն են, ցանկանում եմ ձեզ բոլորիդ առողջություն, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր։ Պապ։ Պապ մարտի 8-ին ինձ ինչ կնվիրես։ Ոչ մի բան էլ չեմ նվիրի։ Բայց գոնե չես էլ ասի, որ շատ սիրուն եմ։ Կասեմ։ Եթե կասեմ ապրիլի 1։